Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ քաղաքացիները անպայման մասնակցեն պատարագին եւ պատարագի ժամանակ այն քահանան, ով անցկացնում է պատարագը, նրան ասեն, որ Զեղչի կաթողիկոսյանն է, ըստ էս սա օրենքի խախտում չէ կամ ինչ-որ ագրեսիա եկեղեցու դեմ։ Ոչ օրենքի խախտում է, ոչ էլ ագրեսիա է, չի կարող երկրի ղեկավարը լեգիտիմ ընտրված վարչապետը եկեղեցու դեմ ինչ-որ ագրեսիվ կոչեր անի կամ ագրեսիվ վարքագիծ դրսևորի, ընդհակառակը ամեն ինչ անում է եւ վարչապետը եւ վարչապետի աջակիցները բոլորս հայ առաքելական եկեղեցու հետևորդները ամեն ինչ անում են, որպեսզի մեր եկեղեցին մաքրենք Կտրիչ Ներսիսյանից եւ նրա խմբավորումից, մարդկանցից, ովքեր որ հայ առաքելական եկեղեցին ողջ են դարձրել եւ այնտեղից հակապետական, հակաքաղաքական, հակաժողովրդական, հակաեկեղեցական Քրիստոսի դեմ գործողություններ են իրականացնում։ Ես ինքս էլ մտածում եմ այդ ուղղությամբ, որ ընտրեմ որերից է եկեղեցի եւ այն պահին, երբ որ Կտրիչ Ներսիսյանի անունն են տալիս, ես ինքս իմ բողոքը հայտնեմ այնտեղ։ Դուք որտեղից եք եկել։ Ես Երևան քաղաքից եմ, չնայած Երևան քաղաքացիական պայմանագիր խմբակցության, Երևան քաղաքի ավականու անդամ։